ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Իջևանում նախհանդիպեց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ, ծանոթացավ դիտորդական առաքելության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այնուհետև լրագրողների հետ ունեցած զրույցում Ռասմուսենը նշեց, որ ցանկանում է Հարավային Կովկասում խաղաղություն տեսնել եւ գոհունակությամբ արձանագրեց այն փաստը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը եւ կարծում եմ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել համաձայնելով այդ փաստաթղթին։ Եվս մեկ անգամ Ադրբեջանին կոչ եմ անում հնարավորինս արագ ստորագրել այդ համաձայնագիրը։ Այն խնդիրները, որոնք լուծված չէին, հիմա լուծված են Հայաստանի կողմից արված զիջումներով, այնպես որ հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է։ Հետևաբար վերջինս պետք է շուտապույտ կերպով ստորագրի այն։ Նա նաև հավելեց, որ կիսում է հայ ժողովրդի հիասթափությունն այն առումով, որ Ադրբեջանին ուղղված միջազգային հանրության կոչերը հետևանքներ չեն ունենում։ Անդերս Ֆոգ Ռասմուսենի կարծիքով այս անգամ միջազգային հանրությունը ազդեցություն կգործի Բաքվի վրա եւ կպահանջի, որ նա հնարավորինս շուտ ստորագրի համաձայնագիրը։ Բացի խաղաղության համաձայնագրից նա հայտնեց, որ աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ ծրագրին։ Եթե այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, դա կնպաստի տարածաշրջանի առևտրի եւ բազմակողմանի համագործակցության զարգացմանը։ Ահա այս պատճառով էլ ես ցանկանում եմ, որ Եվրամիությունն օժանդակի ճանապարհների, երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների կառուցմանը։ Վերջին շրջանում ադրբեջանական մամուլում տարածվող ապատեղեկատվություններն այն մասին, որ իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, տարբեր վերլուծությունների առիթ է դարձել։ Այդ թվում, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ պատրաստվում է սրել իրավիճակը։ Հարցին, թե արդյոք հնարավոր է Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիան, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հավանական ռազմական գործողություն նախապատրաստելու վերաբերյալ տեղեկատվության ինքը չի տիրապետում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրությունն իր կողմից ուղերձ կհղի Ադրբեջանին, որ վերջինիս հարձակումը կամ ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ չի կարող ընդունելի լինել միջազգային հանրության համար։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայ-ադրբեջանական սահմանից Եվրոպական միության դիտորդների հնարավոր հեռացման մասին խոսելիս նշեց, որ իր կարծիքով դա բացասաբար չի ազդի տարածաշրջանի խաղաղության վրա։ Երբ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, դա կնշանակի փոխվստահություն երկու երկրների միջև։ Իսկ սահմանը վերահսկելու համար հետագայում կարող են օգտագործվել նաև այլ մեխանիզմներ, բայց ես համոզված եմ, որ այս հարցը կարելի է լուծել շատ իրատեսական ձևով եւ գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը ըստ էության ընդունել է այդ խնդիրը լուծելու տարբերակ։ Մեր հարցին, որ եթե կնքվի խաղաղության համաձայնագիրը, ապա ադրբեջանական կողմը արդյոք կվերադարձնի հայ գերիներին, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշեց, որ ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ամբողջացումը նշանակում է, որ կողմերի միջև բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են։ Հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվեն։ Պատկերացրեք, ունենք խաղաղության համաձայնագիր, ինչը նշանակում է, որ բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են։ Ադրբեջանը կփորձի ձգձգել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինչի մասին վկայում է այն փաստը, որ Ադրբեջանն այժմ բարձրացրել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը, նշեց Ռասմուսենը, հավելելով, որ նույնիսկ նման բան անելու ցանկության դեպքում սահմանադրություն փոխելը շատ բարդ ու տևական գործընթաց է լինելու։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։